Սաղմոս 34 Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ, նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի, իմ անձը պիտի պարծենա Տիրոջով, խեղճերը պիտի լսեն և ուրախանան, ինձ հետ մեծարեցեք Տիրոջը, իրար հետ բարձրացնենք նրա անունը, ես դիմեցի Տիրոջը, և նա պատասխան տվեց ինձ, և իմ ամեն սարսափից ազատեց ինձ, նրան նայեցին և լուսավորվեցին, և նրանց երեսը չպիտի ամաչի, այս աղքատն աղաղակեց, և Տերը լսեց ու փրկեց նրան իր բոլոր նեղություններից, Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրանից վախեցողների չորս կողմում, և ազատում է նրանց, ճաշակեցեք և տեսեք, որ Տերը քաղցր է, երանելի է այն մարդը, որ ապավինել է նրան, վախեցեք Տիրոջից, ով նրա սուրբեր, որովհետև նրանից վախեցողների համար ոչինչ չի պակասի, առյուծի կորյունները կարիքի մեջ են և սոված, բայց Տիրոջը դիմողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։ Եկեք, որդիներ, լսեցեք ինձ, ես Տիրոջի երկյուղը կսովորացնեմ ձեզ, ով է այն մարդը, որ ուզում է կյանք ունենալ և լավ օրեր է ուզում բարություն տեսնելու համար, պահիր քո լեզուն չարությունից և քո շրթունքները, որ նենգություն չխոսեն, հեռացիր չարից և բարին գործիր, խաղաղություն փնտրիր և գնա նրա ետևից, Տիրոջ աչքերն արդարների վրա են, նրա ականջները նրանց աղաղակի ձայնին, Տիրոջ երեսը չարագործների դեմ է, նրանց հիշատակը երկրից ջնջելու համար, արդարիներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից, Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին, արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բարիներից ազատում է նրան, Տերը պահում է նրա բոլոր ոսկորները, որ նրանցից ոչ մեկն էլ չկոտրվի, չարությունը կսպանի ամբարիշտներին և արդարին ատողները կդատապարտվեն, Տերը փրկում է իր ծառաների անձը և բոլոր նրան ապավինողները չեն դատապարտվի։